Եթերում CBC FM-ի հայկական ծառայության նորությունների թողարկումն է։ Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Իմ սիրելի եղբայրների, Թուրքիայի նախագահի եւ Պակիստանի վարչապետի մասնակցությունը այս տոնական միջոցառումներին մեծ հետ աջակցություն եւ համերաշխություն ցուցաբերելը արդեն ստեղծել են բոլորովին նոր իրողություններ համաշխարհային մասշտաբով։ Մեր ուժը միասնության մեջ է։ Այս մասին Լաչին քաղաքում մայիսի 28-ին անկախության օրվան նվիրված համերգից առաջ իր ելույթում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։ Այսօր երակոմ ձևաչափով մենք կրկին հաստատեցինք մեր միասնությունը։ Այսօր տոնական համերգին կատարվող երգերը կրկին կցուցադրեն մեր միասնությունը եւ ցույց կտան, թե որքան հարուստ է մեր մշակույթը։ Վստահ եմ, որ այն ազդանշանները, որոնք երեք երկրներն այսօր ազատագրված Լաչինից ուղարկում են աշխարհին, կհասնեն իրենց նպատակներին, նշել է պետության ղեկավարը։ Ադրբեջանը, Թուրքիան եւ Պակիստանը միշտ կողմ են եղել ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ արդարությանը։ Այս մասին ասել է նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի հետ գագաթնաժողովում։ Մենք կրկին երախտագիտություն ենք հայտնում քաղաքական եւ բարոյական աջակցության համար, որը Թուրքիան եւ Պակիստանը ցուցաբերել են մեր երկրին 2020 թվականի 44 օրյա հայրենական պատերազմի առաջին օրերից ի վեր։ Ադրբեջանն իր հերթին միշտ եղել է Թուրքիայի եւ Պակիստանի կողքին։ Այսօր մենք կրկին հաստատում ենք մեր ժողովուրդների միասնությունը, նշել է պետության ղեկավարը։ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև համագործակցության արդյունքում փոխվել է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ավելի լայն աշխարհագրության էներգետիկ քարտեզը, հայտարարել է Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի նվաճումները համընդհանուր հպարտության աղբյուր են։ Իմ եղբոր Իլհամ Ալիևի ներդրման շնորհիվ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև համագործակցությունը օրեցօր ամրապնդվում է, դառնալու համագործակցության օրինակ ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լաչին քաղաքում մայիսի 28-ին անկախության օրվան նվիրված համերգից առաջ ունեցած իր ելույթում։ Էրդողանը կոչ է արել դասեր քաղել անցյալից եւ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում կայուն խաղաղության, վստահության եւ բարիդրացիության ուղղությամբ։ Մենք հավատում ենք, որ հաղթանակած գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը պատմության մեջ իր անունը կգրի որպես տարածաշրջանում խաղաղության ճարտարապետ, ասել է Թուրքիայի առաջնորդը։ Նրա խոսքով Թուրքիան լիովին վճռական է եղբայրական Ադրբեջանի հետ այսուհետ էլ կապերն ամրապնդելու հարցում։ Մենք ադրբեջանական ժողովրդի կողքին կլինենք եւ վշտի եւ ուրախության ժամանակ, վստահեցրել է Թուրքիայի առաջնորդը։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեհուն Բայրամովը երախտագիտություն է հայտնել Պակիստանի իր գործընկեր Իսահակ Դարին։ Երկրի գլխավոր դիվանագետը այս մասին կիսվել է սոցիալական ցանցերում։ Սիրելի եղբայր Իսահակ Դար, իսկապես հաճելի էր տեսնել ձեզ Լաչինում։ Անկեղծ երախտագիտություն եմ հայտնում մայիսի 28-ի անկախության օրվա կապակցությամբ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի միջև պատմական երակոմ գագաթնաժողովի շրջանակներում անցկացված միջոցառումներին մասնակցելու եւ մեզ միանալու համար։ Կեցցե մեր եղբայրությունը, բարեկամությունն ու միասնությունը, նշել է նա։ Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի համար ոչ միայն Նախճիվանի հետ ցամաքային կապ ունենալու հնարավորությունն է, այլև Թուրքիայի միջոցով թուրքական աշխարհին ինտեգրվելու նոր գիծ։ Այս մասին Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա հավելել է, որ Թուրքիան վճռականորեն աջակցում է Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման ու զարգացման ջանքերին։ Թուրքիան ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից խաղաղության գործընթացի շրջանակներում ձեռնարկված քայլերը։ Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ պայմանավորվածությունը նույնպես կարևոր զարգացում են կայունության ճանապարհին, եւ մենք ցանկանում ենք, որ այս գործընթացն ավարտվի որքան հնարավոր է շուտ, ընդգծել է նա։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ուղերձում ասվում է. Հարգելի նախագահ Ալիև, ձեզ եւ Ադրբեջանի ժողովրդին ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ անկախության օրվա կապակցությամբ։ Միացյալ Նահանգները շարունակում են աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ամուր խաղաղությանը։ Երկարատև խաղաղությունը կապահովի Հարավային Կովկասի տարածաշրջանի ել ավելի բարգավաճը եւ կստեղծի ավելի մեծ հնարավորություններ Միացյալ Նահանգների հետ համագործակցության համար։
Այժմ ժամանակն է խաղաղության հասնելու եւ Հարավային Կովկասի ժողովուրդների համար բարգավաճման նոր դարաշրջան սկսելը։ Մենք անհամբեր սպասում ենք ավելի խորը գործընկերության առաջիկա տարիներին եւ տասնամյակներում։ Հողում եմ իր լավագույն մաղթանքները ձեզ եւ Ադրբեջանի ժողովրդին, ասված է ուղերձում։ Ուկրաինայի Կիևի մարզի Իրփեն քաղաքի քաղաքապետ Ալեքսանդր Մարկուշինը շնորհավորել է Ադրբեջանին մայիսի 28-ի անկախության օրվա կապակցությամբ։ 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծվել է անկախ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Հենց այդ օրը դրվել է ազատ երկրի հիմքը, որն այսօր Իրփեն համայնքի եւ ամբողջ Ուկրաինայի իսկական ընկերն ու գործընկերն է, գրել է նա։ Մարկուշինը հիշեցրել է, որ Ադրբեջանի աջակցությամբ քաղաքում վերականգնվել է ակադեմիկոս Զարիֆա Ալիևայի անունը կրող թիվ 12 լիցեը։ Բացի այդ, նա նշել է, որ Իրփենի կլինիկայում հիմնանորոգում է իրականացվել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աջակցությամբ արխիվում նոր նախագծեր կան, այդ թվում Իրփենի կյանքի եւ զարգացման համար կարևոր օբյեկտներ, ընդգծել է քաղաքապետը։ Նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականների համաձայն Լաչին քաղաք է ուղարկվել նախկին հարկադիր վերաբնակների հերթական խումբը։ Այս անգամ 41 ընտանիքներ, 163 մարդ վերադառնում են իրենց հայրենի Լաչինի շրջանի Բելիք գյուղ։ Դուք լսեցիք CBC FM-ի լուրերի թողարկումը, հետևեք մեր լուրերի հաջորդ թողարկումներին։ Իսկ այժմ եղանակի մասին։ Բաքվում եւ Աբշերոնի թերակղզում սպասվում է փոփոխական, անպամած, հիմնականում առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիս-արևելյան, օդի ջերմաստիճանը գիշերը կլինի 17-19, ցերեկը 25-30 աստիճան տաքություն։ Ադրբեջանի շրջաններում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ, սակայն գիշերը եւ առավոտյան որոշ լեռնային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև եւ մարախուղ։ Արևելյան քամին որոշ վայրերում ժամանակ առ ժամանակ կուժեղանա։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի 16-21, ցերեկը 28-33, լեռներում գիշերը 8-13, իսկ ցերեկը 15-20 աստիճան տաքություն։ Շուշայում, Խոջալույում, Խոջավենդում, Խանքենդիում սպասվում է 14-22, Աղդամում, Ֆիզուլիում 16-27, Ջաբրայիլում, Զանգիլանում, Գուբատլույում 16-29, Լաչինում 11-25, Քելբաջարում 6-16 աստիճան տաքություն։ 102.7 FM Եթերում CBC FM ռադիոկայանի հայկական ծառայությունն է։ Շարունակում ենք մեր հաղորդումները։ Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գյուլնար Ղարաբաղլու հայաստանյան իրողություններին նվիրված հաղորդաշարը։ Հայաստանի ընդդիմադիր շրջանակները մինչ օրս ի վիճակի չեն համակերպվել Ադրբեջանի դեմ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտության հետ։ 44 օրվա ընթացքում ադրբեջանական բանակը ցրեց մի շարք առասպելներ, որոնցով հայ հասարակությունը սնուցվել է տասնամյակներ շարունակ։ Գլխավորներից մեկը Հայաստանի ուժեղ եւ անպարտելի բանակի մասին առասպելն է, որը իբր հաղթանակ է տարել Ղարաբաղյան առաջին պատերազմում բացառապես սեփական ուժերով։ Այս առասպելը վերջնականապես ջախջախվեց ոչ միայն մարտի դաշտում, այլև Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի խոսքերով, ով բացահայտ խոստովանեց, որ ադրբեջանական տարածքների օկուպացիայի մեջ առանցքային դեր է խաղացել Ռուսաստանը։ 1992 թվականին Ադրբեջանը Շուշին երբ որ գրավեցինք, Ադրբեջանում տեղի ունեցավ փոփոխություն, իշխանության եկան Հեյդար Ալիևն ու Հուսեյն Փանախովը, եւ ադրբեջանական բանակը սկսեց անկասելի առաջ գալ 92 թվականի հունիսին։ Սա ես պարտավոր եմ ասել։ Սա իդեպ քեզ մոտ ասել է Իսագուլյան Գառնիկն ասել։ Նա էլ գիտեր։ Հայկական բանակը սկսեց արագորեն զիջել, ընդհանուր մինչև եկանք հասանք Վաղուաս ու Գանձասար։ Մարտակերտն ամբողջությամբ հանձնել ենք։ Այս ժամանակ Վազգեն Սարգսյանը 500 մահապարտների վերցրեց տարավ այնտեղ եւ նրանց այնտեղ ներմուծելը շատ վատ էր այն առումով, որ դրանց մի մասը պայթեց ականների վրա։ Դրանից հետո նույնիսկ Վազգեն Սարգսյանը հաստատված ասեց ես գրող եմ, իմ գործը գրելն է, ես բանակը իմ գործը չի։ Եվ ով է փոքր։ Ռուսներ։ Գալիս են Մարտակերտում, ոչ չասնում են իրանց։ Այդ բաները հստակ գրված է Ստուպիշինի գրքում։
Ռուսաստանի դեսպաններ Հայաստանում։ Հրանտ Բագրատյանի խոսքերից պարզ է դառնում, որ հայերը Ռուսաստանի աջակցությամբ օկուպացրել են Ղարաբաղը եւ կոտորած իրականացրել խաղ ադրբեջանցիների դեմ։ Հարց է առաջանում, ինչու նա որոշեց այս մասին խոսել հենց հիմա։ Ինչու են Բագրատյանը եւ մյուս ռևանշիստները այդքան համառորեն փորձում խաթարել Ադրբեջանի հարաբերությունները Ռուսաստանի, Պակիստանի, Իրանի եւ այլ երկրների հետ։ Պատասխանը ակնհայտ է։ Նրանք հասկանում են, որ միայն հակամարտության նոր փուլի միջոցով հնարավորություն կունենան կրկին վերադառնալ իշխանության։ Այս մարդիկ ինչպես միշտ հույսը դնում են արտաքին ուժերի, առաջին հերթին Ռուսաստանի աջակցության վրա, ադրբեջանական հողերը վերաօկուպացնելու համար։ Ինչ է մտածում հայ հասարակությունը նախկին նախագահների իշխանության գալուն։ Որոշել են պարզել հայ լրագրողները։ Ինչի համար է Ռոբերտ Քոչարյանը պայքարում, կարծում եք նա գալիս է Հայաստան փրկելու, կարծում եք նա ուզում է արցախցիներին Արցախ վերադարձնել, ոչ, նա ուզում է պահպանել ինչ ունի եւ ուզում է կոնսերվացնել Հայաստանը, հանձնել Ռուսաստանին, ընդհանրապես այդքան բան։ Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ զարգացման հեռանկար, որևէ Հայաստանի Հանրապետության համար առաջընթացի հեռանկար բացառվում է։ Նա ընդհանրապես ունի ոչ միայն ինքը, այլև իր ամբողջ կլանը ընդհանրապես ունի ունեցվածքը պահպանելու եւ բնականաբար մեզ վնասելու միտում, որովհետեւ շատ մեծ հարց է թե այդ ունեցվածքը արդյոք ձեր գրպանից չի դուրս եկել, իմ գրպանից չի դուրս եկել, այս փողոցում վազվզող երեխաների գրպանից չի դուրս եկել, որտեղից այդ ունեցվածքը իրեն։ Հոդաբաշխ բացատրություն Եթե կա, շատ ուրախ կլինեի լսել։ Անանց իմանալով ինչպես են իրենք Հայաստան եկել եւ երբ են հարստացել։ Գիտեք, ինչպես է ինձ առանձնապես չի հետաքրքրում, ինձ օրինակ հետաքրքրում է հարցը, իսկ ինչու եկան։ Ինչու եկան։ Ունեին չէ հայրենիք, ունեին։ Եվ Ռոբերտ Քոչարյանը այսօր փորձում է ստեղծել այն տպավորությունը, որ ինքն է համախմբել Արցախը, հաղթանակի, այսպես տերը ինքն է։ Ինքը լիներ այսպես չէր լինի։ Իհարկե, լավ, շատ լավ, ինչու եկար։ Ինչու եկար։ Ասենք Լևոն Տեր-Պետրոսյանը կանչեց։ Իրականում ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը կանչեց, իրականում դա ռուսական պլան էր։ Մենք կարող էինք այո, այսպես Գյումրիին նայել, ինչ ասեմ, սպասումով, լա, ինչ կլինի։ Բայց արդյոք մենք կարող ենք այդ հայացքով նայել Հայաստանի Հանրապետության ընտրություններին, բացարձակապես, միանշանակ ոչ։ Ռոբերտ Քոչարյանին այդ ոչ է, ես կարծում եմ ասված է, ասվել է, ասվելու է։ Այլ հարցը թե ինքը ինչու չի հասկանում։ Ինչու ինքը իրեն զուր հույսեր ներշնչում ու փորձում իր շուրջը հավաքել։ Միանշանակ ոչ։ Իսկ ով է այդ մարդը։ Չգիտեմ ով է, բայց ոչ ինքը։ Որտեղ 30 տարի անգամ բան տեսանք։ Չէ, միանշանակ չէ։ Թողնեց խելացի մարդ կա, որ երկրի մասին ցավա ոչ թե ինքը պնդում իրանց է շահի համար, իրանք աշխատեցին իրանց շահի համար։ Բայց ինքը ասում է ես եմ այն մարդը, ով կարող է այս հարցերը լուծել։ Ես շատ բան կարող եմ ասում, այ քեզի բան, ով իրանք վատ բան գած, չէ։ Ինքը դաժե պետք է նույնիսկ ելույթ չունենա։ Չի կարող։ Ժողովուրդը, հատ գիտեմ, լսել եմ, ուղղակի սիրուն չի էլի, տղեն կամ դա ինչ խոսալու ձև է։ Դու քանի տարեկանից միլիոններ ես, որ ինչով ես աշխատել, մեր հաշվը, չի կարելի։ Այդ կարծիքը չունեմ ես, Ռոբերտ Քոչարյանի մասին։ Նա ասում է ես եմ այն մարդը, ով կարող է երկրի այս հարցերը լուծել։ Նա այն մարդը չի, իր այդ գույքի բաները, ունեցվածքը բանը, ապօրինի ունեցվածքի հետ կապված, իր դատական պրոցեսն է։ Ես զարմանում եմ, որ նա երեսել ունի բուսագալի մարդկանց ամենաանկեղծը։ Ես 92 թվականից անդադ Թումանյան փողոցում եմ ապրել, օպերայի մոտիկ։ Հոկտեմբերի 27-ի իմ աչքի առաջ է տեղի ունեցել։ Հոկտեմբերի 27-ը իր մաքուր ձեռագիրն է։ Հոկտեմբերի 27-ի այդ միան ինքը կարող էր, մենակ ինքը կարող էր մտնել ազգային ժողով եւ այդ կոտորածը սարքել։ Միայն ինքը կարող էր բանում Մոսկովյանի վեր Պապլավոկի ընդեղեն իր երբեմնի ծանոթներից մեկը իր դիմելա «Պրիվետ, Ռոբ» ու զուգանում ընդեղ խեղտեր տեղում սպանել։ Նա այնօրի երեք ես գշել նայեցի իրան ուղիղ, զարմացա ապշեցի, որ լրիվ այն մարդասպանի դիմագծեր դրա խոսալը,
Ասում եմ ունեցվածքից միջազգային արենայում ասում եմ լավ փող եմ աշխատել, իմ ունեցվածքը այդտեղ է կուտակվել։ Երբ որ ես նախագահ չեմ եղել, թալանը ոնց է լինում, սենց է եղել թալանը։ Գույք պարկի դիմա, ջուրը տվել է, գազը տվել է, չի թողել որ մենք գազը լայն խողովակով անցկացնենք։ Հարցումները ցույց են տալիս, որ հայ հասարակությունը այլևս չի վստահում նախկին ղեկավարներին, ովքեր իրենց իշխանության տարիներին երկիրը հասցրել են կործանման եզրին։ Այդ պատճառով նրանք կտրականապես դեմ են Ղարաբաղյան հանցավոր կլանի կրկին իշխանության գալուն։ 102.7 FM